Բարի լույս։ Видите ли, ինձ դոգնա անդրադարձել։ Ինչ եք ասում։ Խոդի ա տվել, այն չունեց այդ չլենը։ Այն քակոտ բերանը խոդի ա տվել, այդ թող խոդի տա վրան տա։ Դոգ, ուզում ես քակիտ մեջ մատով խաղա, հետո լիժակշի, հետո դիրկեր։ Անես թքած ունեմ քո վրա։ Ուզում ես նկարներս տարածի, ուզում ես մորդ ռոժը տարածի։ Արա, բայց լուրջ եմ ասում։ Դու իրոք ուժեղ մարդ ես, էլի, հա։ Նման մեր ունեցողը, եթե մենակ արվամոլա դարել ու տենց հիստերիկ, չէ, դու ուժեղ տղա ես, ախպեր։ Խնդիր չունես։ Դու իրոք ուժեղ տղա ես։ Որ չես գժվել, չես կախվել, ուժեղ տղա ես։ Բայց լսի քեզ ինչ եմ ասում, այ հոգնած։ Եթե քեզ թվում է, որ դու ինձ քո քֆուրներով ես հաղթելու։ Ուրեմն դու մեղք ես։ Հասկացա՞ր։ Ինչ էիր ասում, գլուխդ եմ կորցրել, լուրջ ես ասում։ Գլուխդ կարող լինի ընդամենը բդերի սարանքը, հասկացա՞ր։ Էլ չշարունակեմ, էլի ես քեզ չեմ անդրադառնալու։ Ինչքան ուզում ես այդտեղ ոռդ ճղի, ինչքան ուզում ես կինոներ նկարահանի իմ վրով, ինչքան ուզում ես վիդեոներ սարքի ու դիր, այ պլանշետի հույսի մնացած վհուկ։ Դու այնքան անուղեղ ես, դու ինչ քաղաքական գործիչ, արա, այ հոգնած։ Դու կարաս ընդամենը մարդկանց բռնի բարություն անես, էլի։ Այն տղամարդկանց այն վիդեոները հիշում ես, չէ՞։ Դու կարաս մենակ բռնի այդպես բաներ անես։ Բայց դե ես նման նախասիրություն չունեմ, էլի, նման услуգաներից չեմ օգտվում, դոկիկ։ Իսկ այն պուտոները կոնոկ են կոչվում։ Գալիս են ինձ ասում են, «Ա, հալասրան լեքսիկոնը», բայց սա որ դոգի տակ քարշ են գալիս։ Արա, գնացեք, որպեսզի ես ձեզ համահունչ չպատասխանեմ, էլի, вообще իմեջում մի հայտնվեք։ Կամ բլոկվելու եք, կամ էլ մի հատ լավ պատասխան եք ստանալու։ Ընդհանրապես հայտնաբերելու եմ դուք ով եք ու ձեզնով զբաղվեմ։ Հելեք սիկտիրել եք իմ հետ, ընդհանրապես գործ չունենաք։ Նորից եմ ասում, իմ հային կպնողը պատասխան է տալու։ Քաղաքական հայացքներ ֆլան ֆստան էսի լրիվ տուֆտա թեմա է։ Դուք կպնում եք հայ ազգին։ Դուք այլ երկրում վնասում եք հայ ազգին, ու ասում եք ճիշտ եք անում։ Okay, ուրեմն նույնը լինելու է ձեր հետ։ Ես այս գիշեր երկու նամակ արդեն ուղարկել եմ, կապ եմ հաստատել մի հատ կազմակերպության հետ, ու ես սկսելու եմ սեներգետիկ աշխատել իրանց հետ։ Ու այս դոգի վիդեոն ուղիղ գնալու է կազմակերպություն։ Դոգը փդելու է ատե։ Իսկ դու աղջիկ ջան, Յորշիկ ջան, այն որ ուրախացել էիր, որ դու կկանգնի կողքս, լավ չլացիր աղջի։ Այդ դոգը չի կանգնել քո կողքը։ Այդ դու ես հայտնվելու իր կողքը։ Այ ոչխար։ Ինչքան տուպո եք, արա դուք։ Զարմանալի տուպո եք։ Եվ եւս մի հայտարարություն, ուրեմն Ամերիկայից ես ահագին զանգեր ստացա երեք ու խոսակցություններ եղավ որոշ մարդկանց հետ, մարդիկ բողոքվում են, որ այդ նույն այդ նելեգալ անձնավորությունները, որոնք ստիպված, համակարգված, ինչ որ մարդկանց տակ, վախից է ինչից է չեմ անում, կամակատարներն են, այսինքն այդ մարդիկ ինչ որ իրանց ասում են, իրենք այդպես էլ վարվում են, ուրեմն ես ձեզ ասեմ, մի абсолютно похуй, դուք այդ նելեգալ եք դրամար եք ստիպված դա անում, թե ոչ, абсолютно, ձեզ օգտագործում են, ինչ են անում, ես թքած ունեմ, ուրեմն բոլորիդ հասցեները, բոլորիդ տվյալները ինձ Ամերիկայից տալու են, ես հայտարարում եմ, որպեսզի Ամերիկա հայ ժողովուրդը, ովքեր սրանցից դավադիտ են արդեն եղել, սրանց լպիր պահվածքից արդեն դավադիտ են եղել, ես սպասում եմ տվյալներին, դուք ինձ ուղարկեք ու քաշվեք դրանք, դուք գործ չունեք։ Այսօր սենց, այնպես որ ես ստանալու եմ բոլոր տվյալները, ովքեր իրանց դրել են ինչ-որ քաղաքական տենց թույն վերլուծաբանների տեղ, ընտրել են դեմոկրատ պետություն, որպեսզի այդտեղ լռվեն, բայց չգիտես խին պետությունը ուզում են տանեն Ռուսաստանի Դաշնություն սարքեն, ու իրանցիներից ավելի իրանցի են, ռուսներից ավելի ռուս, այդ կոնտիներ։ Հելեք ворները տտեից հանեք, եկեք գնացեք Իրանում ապրեք, գնացեք Ռուսաստանում ապրեք։ Ինչ գործ ունեք ընդհանրապես դուք Հայաստանի Հանրապետության հետ։ Կասեք։ Հեսու եք դուք արա, այ հոգնածներ։ Хотите рыбку есть и туда сесть, и сковородку-нибудь? Так не бывает. Так что готовьтесь. Մի բան էլ ավելացնեմ, այդ ցակ հայրենասերներ։ Երբ որ Մերի Տոմոյանը ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, green card շահեց։ Դեմս դրած էր այդ green card-ը եւ իմ հայրենիքը։ Ես ընտրել եմ իմ հայրենիքը, իսկ դուք բոմժեր։ Green card-ը չունեցած, գնացի հասել եք այդել, մի հատ էլ վյոբը վծա եկել, նո լուրջ եք ասում, թե բա հայրենասեր ենք մի կտոր հող չեք տալու, տո լավ է։ Այդ խիարներ։ Պատրաստվեք։ Ասում եք պատերազմ, հեսա բոյը կտենակ որն է։